Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը եւ ես այսօր տնից մենակ չեմ եկել հաղորդմանը եւ բարձր տրամադրություն ունենք, որովհետեւ Այո, որովհետև եկել են ինձ ճնշելու երկու Սաֆարյաններ։ Սոնան դե միշտ առավոտյան արդեն սովորության համաձայն միասին ենք ողջունում հեռուստադիտողին եւ նաեւ Մերին է Սաֆարյան, մեր հյուրը, թե ինչի առիթով է Մերին, կարծում եմ ավելի կոնկրետ Սոնան կասի, որովհետև ես այդքան չեմ կարող ներկայացնել։ Հիմա նախ բարի լույս։ Եվ բացի նայից, որ Մերին իմ քույրն է, նաեւ շատ լուրջ աշխատանք է կատարում եւ օգնում է մարդկանց ունենալ բալիկներ, եթե որոշակի խնդիրներ կան, այո։ Շատ հասանելի լեզվով ներկայացրեց։ Մերի ջան, շատ կարևոր գործ ես անում, որովհետև բալիկի առկայությունը ընտանիքում, հա, Աստծո պարգևն է, բայց լինում է այնպես, որ Աստված ունի կարիք նաև մարդկանց միջամտությունը բժիշկների այս դեպքում, որպեսզի կարողանա ընտանիքը էլ ավելի երջանիկ լինել։ Նախ առաջինը ինչու ընտրեցիր հենց այս մասնագիտությունը, որտեղ կարող էր ատամնաբույժ լինել եւ լավ փող աշխատել։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ հարազատ միջավայրում եմ այս պահին։ Ընտրեցի այս մասնագիտությունը, որովհետև շատ սիրեցի բալիկներին, նոր կյանքի ծնունդը, ռոմանտիզացրեցի այդ ամենը եւ ռոմանտիզացրեցի նոր կյանքը եւ որոշակի առումով փորձեցի մոտ լինել ստեղծմանը Եվ դրա համար ընտրեցի գինեկոլոգիան, սկզբում ընտրեցի գինեկոլոգիան, հետո նոր արդեն վերարտադրողական բժշկությունը։ Գինեկոլոգիայի ժամանակ այդքան մեր ներգործությունը շատ չի բեղմնավորման ընթացքի մեջ, բայց արդեն ռեպրոդուկտոլոգիայի մեջ, վերարտադրողական բժշկության մեջ անմիջապես հենց մասնակցումը ունենք բեղմնավորման process-ին, քանի որ արտամարմնային բեղմնավորումը կատարվում է մարմնից դուրս, այնինչ կատարվում է օրգանիզմում բնական ճանապարհով, ինչ-ինչ պատճառներով լինում են պաթոլոգիաներ, որի ընթացքում հնարավորություն չի լինում բնական ճանապարհով հղիանալու, այստեղ գալիս ենք մենք օգնության, վերարտադրողական բժշկությունը տալիս է հնարավորություն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները, որպեսզի կարողանանք բեղմնավորումը կատարենք մարմնից դուրս լաբորատորիայում։ Վերցնելով արական եւ իքական սեռական բջիջները, մենք լաբորատորիայում կատարում ենք հենց բեղմնավորումը փորձանոթի մեջ։ Ստեղծում է բալիկը փորձանոթի։ Ստեղծում է բալիկը էմբրիոլոգիայի աչքի տակ։ Վաու, հրաշք է, չէ՞ տեղի ունենում։ Այո, իսկ երբ է ախտորոշվում անպտղություն եւ որոնք են տարածված պատճառները, որովհետեւ կարծում եմ պատճառները բոլորին են հետաքրքրում։ Այո, անպտղությունը ախտորոշվում է կանոնավոր սեռական կյանքի պայմաններում առանց հակաբեղմնավորիչների կիրառման, եթե չի գրանցվում հղիություն 1 տարի ժամկետում։ Դրանից պակաս չենք ախտորոշում անպտղություն, նորապսակ զույգերը շատ են խառնվում, 3 ամսից 5 ամսից չի գրանցվում հղիություն, արդեն տագնապում են, կնշեմ, որ հարկ չկա տագնապելու, պետք է 1 տարի անցնի, նոր կարողանանք ախտորոշել, իսկ դա մինչև 35 տարեկան հասակը, 35 տարեկանից բարձր կանանց դեպքում ժամկետը կրճատվում է մինչև 6 ամիս։ 40 տարեկան կանանց դեպքում ցանկալի է պլանավորել հենց միանգամից մեզ հետ հղիությունը։ Պատճառները տարբերում են արական, իքական եւ անհայտ պատճառի, ինչը նույնպես հանդիպում է եւ մեր չսիրելի տարբերակն է, որովհետեւ հետազոտությունները բոլորը նորմալ են, ինչ փնտրում են գտնել, չենք կարողանում գտնել եւ ստացվում է այնպես, որ չկա պատճառ, բայց կա անպտղություն, իհարկե սա չի նշանակում, որ պատճառ ընդհանրապես չկա, նշանակում է, որ բժշկությունը դեռ չի հայտնաբերել ուղղակի այդ պատճառը։ Բայց այս դեպքում, երբ որ արդեն հա նման դեպք է լինում, հոգեբանական շատ մեծ ճնշում կա զույգերի մոտ, եւ արդյոք այս հոգեվիճակը չի ազդում հետագա արդեն ձեր աշխատանքների վրա, որովհետեւ սա նույնպես շատ կարեւոր է։ Շատ լավ նկատառում էր Սուրեն, որովհետև անպտղությունը բարդ ճանապարհ է եւ զույգը պետք է անցնի այդ ճանապարհը մեզ հետ միասին եւ կարեւոր է հոգեբանական պատրաստվածությունը եւ նաեւ սոցիումը այս պարագայում, որովհետև սոցիումը շատ մեծ ազդեցություն ունի զույգի ընթացքի այդ ամբողջ ընթացքում իրենց հարցերով, իրենց անընդհատ կողքից ճնշումներով, երբ է երեխա ունենալու, ինչի երեխա չեք ունենում, չէ՞, բոլոր հայոց հարցեր սա։ Ստանդարտ հարցերը, որոնք բոլոր նորապսակ զույգերին տալիս են եւ շատ ունեմ բուժառուներ, որոնք հենց այդ խնդրից ելնելով գալիս են ու ասում են, որ արդեն շատ են կարող է ես խնդիր ունեմ, բարձում է որ խնդիր չկա, անգամ մի տարի չի անցել, բայց իրանք արդեն տագնապել են, սա արդեն սոցիումն է։ Դրա համար խորհուրդ եմ տալիս, որպեսզի հանգիստ թողեն նորապսակ զույգերին, եթե ինչ-որ խնդիր կա, դիմեն վերարտադրողաբանի եւ ինքը բոլոր հարցերը, անգամ հոգեբանական, բժշկական միասին լուծվում է։
Եթե կա շատ խորը հոգեբանական խնդիրներ, process-ի մեջ նաև ներգրավում ենք հոգեբանի առանձին։ Եվ ամենատարածված հարցերից մեկը հիմա գտամ, երևի թե բոլորին շատ հետաքրքրում է, եթե արտամարմնային բեղմնավորման բեն հղի անում կանայք, ապա պարտադիր է, որ զույգ երեխաներ ծնվեն կամ եռյակ ծնվի։ Այո, կա նման կարծիք, ոչ, պարտադիր չի, եթե տեղադրում ենք օրինակ մեկից ավել սաղմիկներ, հա, հնարավորություն կա եւ շանսը մեծ է, որ կլինի երկվորյակ կամ եթե 3 սաղմ, չնայած որ հիմա արդեն խուսափում ենք շատ սաղմիկներ տեղադրելուց, որովհետև գալիս է բազմապտուղ հղիության ռիսկը, իսկ բազմապտուղ հղիությունը դա բնական չի, դա պաթոլոգիկ է համարվում եւ բազմապտուղ հղիության ժամանակ արդեն ռիսկերն են այլ, վարման պլանն է այլ, ծննդաբերությունն է բարդանում, դրա համար խուսափում ենք, ավելի լավ է 1 սաղմիկ տեղադրենք եւ ստանանք մեկ միապտուղ հղիություն։ Իհարկե կախված դեպքից հնարավոր է նաև սաղմիկների որակը եւ կնոջ տարիքը եւ մնացած այլ գործոններ համադրելով տեղադրենք եւ նաև երկվորյակ։ Շատ լավ։ Մի հարց, որը կարծում շատերին է հետաքրքիր, հա, երբ որ քիչ առաջ խոսում ենք, երբ որ որոշակի ժամանակ է անցնում եւ պանիկա է սկսվում, ինչու չկա հղիություն, միշտ ասում են մի հատ դիմեք բժշկի, բայց նաեւ շատ անգամ լինում է հակազդեցությունը հենց զույգերի կողմից, որ ասում են մեզ ինչ ա եղել, որ մենք կունենանք։ Արդյոք այս համոզմունքը ճիշտ է եւ արդյոք ճիշտ չէ հենց դիմել բժշկի։ Միգուցե որոշ խնդիր կա եւ ոնց կոտրել սա արդեն այս կարծրատիպը։ Իհարկե ամեն ինչում պետք է բալանս, հիպոխոնդրիան էլ լավ չէ, երբ ամեն մի թեթև բանից մարդը փորձում է ինչ-որ բան գտնել իր մեջ, հերքել, չընկալել խնդիրը եւ չդիմել բժշկի, սա արդեն ավելի լուրջ խնդիր է, քան հենց ինքնին խնդիրը, որը կարող էր ավելի հեշտ լուծվել մեր միջոցով։ Դրա համար պետք է շատ խելացի մոտենալ այս ամենին, բժիշկները ոչ թե հակառակ են մարդկանց, այլ նրանց օգնելու համար են, մենք պայքարում ենք հենց իրենց բալիկների համար, մեր ժամանակը, ռեսուրսները եւ ամեն ինչ տալիս ենք նրանց, որպեսզի այդ հրաշքը նրանց հետ կատարվի եւ ընկալումը բժիշկ-բուժառու հարաբերության պետքա լինի շատ ադեկվատ։ Շատ հաճախ բուժառուները մտածում են, որ գնամ բժշկի, ինչ որ խնդիր կպարզվի ինքը, ոնց որ նենց կստացվի, որ ես խնդիրը կտամ իրան, բայց խնդիրը հենց ինքը ունի, իսկ ես ուղղակի բացահայտում եմ եւ փորձում եմ գտնել տարբերակներ բուժման։ Այդ իսկ պատճառով բժիշկը ընկերն է, ոչ թե մարդկանց հակառակ։ Դրա համար առաջին իսկ ինչ որ խնդրի պարագայում, թեկուզ հենց մարմինը երբ որ հուշում է ինչ որ բաների մասին, մարմինը առաջին հենց կարևոր օրգանն է, որը մարդուն հուշում է, որ կարելի է դիմել բժշկի, երբ որ կա ինչ որ գանգատներ, չնչին անհանգստություն, կամ թեկուզ արդեն 1 տարի անցել է, որ չեք դիմել, չկա հղիություն եւ պետք է դիմել բժշկի, անհրաժեշտ է դիմել, որտեղ մնացած երկար ժամանակը եւ ժամանակը աշխատում է հակառակ վերարտադրողական առողջությանը։ Ինչքան տարիքը մեծանում է, այդքան հնարավորությունը եւ ռեսուրսները եւ հավանականությունը իջնում է։ Այո։ Եվ հետաքրքիր է հոգեբանական կողմի մասին ինչ խորհուրդ կտաք, որովհետև շատ ժամանակ զույգը բավականաչափ երկարաժամկետ է սպասում այդ հրաշքին իրենց կյանքում 5 տարի, 10 տարի, որը բավականաչափ երկար ժամանակ է եւ պարբերաբար փորձերի ձախողումից հետո հուսահատվում են, չեն ուզում շարունակել, ինչ խորհուրդ կտաք եւ որքան ժամանակ պետք է դիմել մինչեւ ստացվի, թե որոշակի փորձերից հետո պետք է ուղղակի կանգ առնել, եթե չի ստացվում, ուրեմն չի ստացվում։ Շատ լավ հարց էր, ոչ, հանձնվելը իհարկե նորմալ է, հուսահատությունն է նորմալ, ուժերը ձեռքերը վայր դնելը իհարկե նորմալ է, բայց տարբերակներից չէ։ Ես չեմ սիրում հուսահատվելը, ես չեմ սիրում հանձնվելը, որովհետև եթե կա նպատակ եւ մենք գնում ենք այդ նպատակին, ինչքան էլ դժվար լինի ճանապարհը, ինչքան էլ երկար լինի ճանապարհը, երբ հասնում ես նպատակին, թույլ չեն տա խաբել մեր զույգերը, որոնք արդեն ծննդաբերել են, եթե իրենց հարցնեիք այս ճանապարհը կանցնեին նորից, բալիկից հետո իրանք միանշանակ կանցնեին նորից, որտեղ այդ հրաշքին, որ նրանք հասնում են, բոլոր ցավերը, բոլոր անհանգստությունները անցնում են։ Ուղղակի այդ ճանապարհը պետք է անցնել գիտակցված, ուժեղ, եւ քանի որ անպտղությունը զույգի խնդիր է, պետք է անցնեն զույգով միասին, պետք է լինի փոխադարձ աջակցություն ամուսնու եւ կնոջ կողմից եւ շատ սեր։ Շատ սեր, որովհետեւ դժվարությունները առանց սիրո անցնելը դա ուղղակի ավելի բարդ է, քան երբ կա սեր։
Թե ինչքան պետք է լինի փորձերը, չկա կոնկրետ սահմանաչափ, այնքան մինչև ստացվի այդ բաղձալի կարմիր երկու գիծը։ Մի դեպք եմ ուզում ասել իմ պրակտիկայից հանդիպած, զույգ ունեինք, որ կատարել էր 22 արտամարմնային բեղմնավորման փորձ, եւ մի միտք առաջացավ իմ գլխում այդ ժամանակ, ինչ կլիներ, եթե հանձնվեր զույգը 21-րդ փորձին։ Բայց չհանձնվեց ու բալիկը այսօր արդեն ուրախացնում է իր ծնողներին։ Մերի շատ զգայուն եք, ոնց եք կարողանում այս ամենը, որտեղ մի աշխարհում եք հիմա աշխատում, հա, մի սֆերայում, որտեղ հենց եւ պետք է լինել զգայուն, եւ չպետք է լինել զգայուն։ Շատ բարդ է ինձ համար, քանի որ իրականում ասում են, որ բժիշկները սառնասիրտ են, տենց կարծիք կա։ Դե մասնագիտությունն է պահանջում որոշակի առումով։ Որոշակի առումով այո, դեպքեր կան էքստրեմալ, որ պետք է շատ արագ որոշում կայացնես, այդ ժամանակ այո, էմոցիաները անջատվում են, բայց հակառակ բան ասեմ, բժիշկները շատ բարձր էմպաթիկ մարդիկ են, դրա համար նույնը ես մեծ էմպաթիայի զգացում ունեմ, մի քիչ այդ առումով դժվար է, թեկուզ գործից հետո տանը մի քիչ մտքերով լինում եմ զույգերի հետ, բայց փորձում եմ էլի բալանսավորված ամեն ինչ։ Կարող բանացիք բժիշկները էմպաթիկ մարդիկ են, բժիշկները մարդիկ են, որոնք ունեն իրենց զգայական աշխարհը։ Մի հարց, որը ես հանդիպում եմ նաև, հա, հաճախ ասում են, որ նմանատիպ հղիությունը կարող է վնասել առողջությանը կնոջ։ Սա միֆ է, թե սա բժշկականորեն որոշակի հավակնություն ունի։ Յուրաքանչյուր մանիպուլյացիա, որը կատարվում է բժշկական տեսանկյունից, ունի իր գնահատված ռիսկերը, պլյուսները եւ մինուսները, որը հաշվի է առնում ինդիվիդուալ բոլոր կանանց պարագայում, բայց որպես այդպիսին ասել արտամարմնային բեղմնավորումը հասցնում է վնաս, ավելի շատ միֆ է։ Հայաստանում ինչքանով է այսօր ցուցանիշը բարձր եւ ինչքանով է դիմողականությունը բարձր։ Արդյոք մենք կոտրել ենք արդեն այդ պատնեշը, որ օքեյ, եթե չի ստացվում, ուրեմն պետք է դիմել արդեն նման տարբերակի։ Կամաց ավելի adekvat ենք մոտենում արտամարմնային բեղմնավորմանը, քան առաջ ավելի սարսափելի էր թվում, քան հիմա։ Երևի ինֆորմացիայի պակասից է, բուժառուներին, երբ որ բացատրվում է process-ը, թե ինչ է կատարվում իրենց հետ, այդքան էլ վախենալու չի թվում, ինչքան որ լսում են կողքից process-ի մասին։ Դիմելիությունը շատացել է, քանի որ կա անպտղության հաղթահարման պետական ծրագիր, ինչի համար շատ ուրախ եմ ու ուզում եմ նշել մեկ անգամ եւս, զույգեր արդեն հազարավոր զույգեր օգտվել են ծրագրից եւ ունեցել են բալիկներ։ Այդ իսկ պատճառով կարող են դիմել անվճար ծրագրով օգտվել անպտղության իրենց հասանելի ծրագրից։ Եվ հետաքրքիր է, քանի որ բժշկությունը առհասարակ զարգացող ոլորտ է եւ բոլոր ճյուղերով է զարգանում, այս ոլորտում ինչ առաջընթաց կա եւ Հայաստանում ես գիտեմ, որ վերջին տարիներին բավականաչափ շատ տեղերում բացվում են բաժիններ, արդեն ավելի շատ մեծ հնարավորություն ունեն մարդիկ դիմելու եւ ավելի շատ մասնագետներ են վերապատրաստվում այս ուղղությամբ։ Այո, համամիտ եմ, անգամ տարածաշրջանի մակարդակով Հայաստանը չի զիջում, դա փաստում է մեր միջազգային գոլեգաների հետ փորձի փոխանակումը, շատ գալիս են այստեղ միջազգային մեր գոլեգաները եւ մենք ենք գնում դուրս եւ կարող եմ նշել, որ չի տարբերվում մեր բուժօգնությունը արտասահմանյան բուժօգնությունից։ Ես ամեն անգամ մեր հյուրերին նվիրում եմ այս գինին ու ասում եմ այն կարևոր պահերի համար, որը պետքա ֆիքսել։ Ես վստահ եմ 100%-ով, որ ամեն անգամ նույն զգացողությունն եք ունենում ցնծության, երբ այդ լաբորատոր պայմաններում տեսնում եք, որ այդ հրաշքը եղավ, բալիկը ստեղծվեց, Աստված այդ պահին իր գործն արեց, նույնիսկ լաբորատոր այդ պայմաններում ու նույն վիճակն եք ապրում, նույն հուզմունքը, նույն ուրախությունը։ Դա անփոխարինելի է։ Եվ ուզում եմ, որպեսզի այդ զգացողությունը միշտ շատ լինի, որովհետև երբ որ դուք ձեր գործը արդեն լիակատար, որպես բժիշկ գնահատում եք, որ լավ արվեց, նշանակում է այդ ընտանիքում եկավ լույսը, ժպիտը եւ երջանկությունը։ Իսկ դա նաեւ այսօր ձեզ նման մասնագետների շնորհիվ է։ Այնպես որ Մերի ջան, շնորհակալություն։ Ուզում եմ, որ ձեր կյանքում միշտ լինեն այս ուրախ պահերը ու միշտ լինեն մայրիկներ, ովքեր ձեր կաբինետից հետո դուրս կգան, կասեն, «Վայ, շատ շնորհակալ ենք, դոկտոր ջան»։ Ես էլ եմ շատ շնորհակալ, շատ հաճելի զրույց էր։ Հուսով եմ կարողացա մի փոքր ինֆորմացնել մեր զույգերին եւ տալ դրական էմոցիաներ մայրության, հղիության եւ ինչու՞ չէ արտամարմնային բեղմնավորման մասին։ Շնորհակալություն։
Դե, հիմա Սոնային ու Մերին կճանապարհենք տուն, ես կեզրափակեմ ծրագիրը։ Պայմանավորվեցինք։ Կարճ դադար հետո վերադառնանք։